Բարև սիրելի ժողովուրդ, այսօր մենք կխոսենք Երևան քաղաքում 2018-ից 2026 թվականին իրականացված ծրագրերի վերաբերյալ եւ Երևանի քաղաքապետի հետ կքննարկենք նաեւ որոշ մանրամասներ։ Երևանում 2018-ից 2026 թվականը իրականացվել է 295 միլիարդ դրամի ծրագիր, որից կառավարության ֆինանսավորումը կազմել է 160 միլիարդ դրամ եւ նաեւ պետական բյուջեից տրամադրվել է եւս 115 միլիարդ դրամ, այսինքն այս հաշվարկով $1 միլիարդ ավելի ծրագիր է իրականացվել 2018 թվականին։ Այո, պարոն վարչապետ, այո։ Եվ նաեւ կոնկրետ սկսենք իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներից, խոշոր ծրագրերից։ Երևան քաղաքում ավարտված եւ ընթացիկ առավել խոշոր ճանապարհաշինական ծրագրերը հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում 31.1 միլիարդ դրամի աշխատանք է իրականացվել, մասնավորապես Արգավանդ-Շիրակի փողոց այդ հատվածը եւ կամուրջը, Շիրակի փողոց Արտաշատի խճուղի երկարությունը 3.3 կիլոմետր եւ Դավթաշեն աշտարակ հատվածը երկարությունը 2.2 կիլոմետր։ Այս բոլոր հատվածները շատ ակտիվ այսօր աշխատում են։ Բաբաջանյան աշտարակ ճանապարհատվածի կառուցումը երկարությունը 6.5 կիլոմետր։ Այս հատվածի վրա էր, չէ՞, որ փոքր կտորը կար։ Մենք գրեթե հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական շրջանցիկ հատվածը ավարտել ենք։ Մեզ մնացել է Շերամի հատվածը, որը մոտավորապես 1 ամսից սկսում ենք շինարարությունն իրականացնել, որտեղ որ իրապես շատ մեծ խնդիր ունենք եւ երկար դատական քաշքշուկներից հետո նաեւ ձեր հանձնարարականով փոխվարչապետի գրասենյակի հետ աշխատելով արդարադատության նախարարության հետ այդտեղ էլ ստիպված եղանք ոնց որ փոխենք օրենք ընդունելով, այո, մենք կարողացանք խնդիրը լուծել եւ շատ շուտով այդ վերջին հատվածը, այսինքն սկսում ենք շինարարությունը եւ հուսով ենք, որ այս տարի կավարտենք։ Սրանով, պարոն վարչապետ, մենք կարող ենք ասել հյուսիս-հարավի ամբողջական այդ շրջանցման տրամաբանության կոչենք սա առաջին փուլը ավարտված է եւ եթե կհիշեք մենք ունենք մի շատ կարեւոր ծրագիր, որով որ M4 ճանապարհը Թբիլիսյան խճուղուց պետքա միացնենք երկու կամուրջներով Եղվարդի խճուղուն Միկոյան փողոցի Կորեայի ձորի այո Կորեայի ձորի վրայով եւ ստացվում է որ M4 ճանապարհով գալիս բայց այդ ծրագրով ուր ենք հասել ինչ ենք անում մենք արդեն արել ենք բանը պարոն վարչապետ տեխնիկատնտեսական հետազոտությունը արդեն դրա հիման վրա մենք առաջարկությունը կանենք կառավարությանը եւ պետք է սկսենք նախագծման փուլը հաջորդ ոչ պակաս կարևոր Իսակով Արշակունյաց պողոտա ճանապարհատվածի կառուցումն է մենք սկսեցինք քարոզարշավը եւ չգնացինք դրա հիմնարկեքին այ հենց այս պահին գետնի վրա գնում աշխատանք շինարարությունը գնում է եւ այդտեղ այս էլ շատ կարևոր ճանապարհ է այսինքն Մոնթե Մելքոնյանը գալիս է եւ Նորագյուղի կողքի հատվածով ճանապարհով գնում եւ միանում է Արշակունյաց պողոտայի այսինքն դա գալա Մոնթե Մելքոնյանով sense ուղիղ գնալով ով աչա գնում ձախա գնում մի հատ էլ ուղիղ է այո եւ եթե կհիշեք առհասարակ Նորագյուղի կոնցեպտը սկսել է այս ճանապարհից այսինքն մենք ճանապարհը միացնող ճանապարհը հենց այդ ծրագիրը հաստատել ենք սկսել ենք քննարկել Նորագյուղի այդ մեծածավալ ծրագիրը իսկ հիմա հենց հիմա ճանապարհը սարքվում է Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի վերջնամասի ճանապարհատվածի փլուզված հատվածի վերակառուցում դա նախորդ տարի տեղի ունեցավ մեծ փլուզում էր եւ շատ ինտենսիվ կերպով հիմնարար այնտեղ աշխատանքներ ենք տանում Սարալանջ այսինքն ավարտված չի չէ հիմա ընթացքի մեջ է Սարալանջ պողոտա Ավետիսյան Փափասյան փողոցի հատման խաչմերուկը Վաղարշյան Ավետիսյան փողոցի հատման խաչմերուկի միացնող ճանապարհի հիմնանորոգում 350 մետրանոց կարճ ճանապարհը, այս էլ ընթացքի մեջ։ Այո, այս պահի դրությամբ մի հատ Ավետիսյան փողոցում, Ավետիսյան փողոցում ունենք ամբողջապես փողոցը, հիմա այդ ռուսերեն մի տերմին կար, իր տակով անցնում էր տեպլոտրասա, այդ հին տեպլոտրասան նստում էր եւ
փլուզումներ էին տեղի ունենում, հիմնովին քանդել ենք եւ առիթը բաց չենք թողում նաեւ իրականացնելու լարերի գետնանցման ծրագիրը, մայթերի լայնացման ծրագիրը, այսինքն մի կարևոր նաեւ սկզբունք ենք որդեգրել, պարոն վարչապետ, որ այսուհետ հիմնարար աշխատանքը այլևս հատվածական չենք անում։ Եթե անում ենք նույնիսկ միջին նորոգում, այդ միջին նորոգման մեջ մենք լուծում ենք լարերի հարցը, լուծում ենք մայթերի հարցը։ Այսինքն լարերի հարցը ասելով նկատի ունեք գետնի տակ ենք։ Այո, լարերը անցկացնում ենք գետնի տակ, մայթերը լայնացնում ենք, բերում ենք նվազագույն ստանդարտի, եթե չասեմ ստանդարտից էլ մի բան ավելի ենք լայնացնում։ Այդ ամենակարևոր բաներից մեկն է, որովհետև շատ բողոքները լսվում էին, որ Երևանում քայլելու տեղ չկա, ու հիմա իսկապես այն տեղերում, որտեղ մայթը կամ լայնանումը կամ ազատվում է, շատ մեծ արձագանք է, որովհետև ոնց որ մարդկանց տարածք ենք տալիս, ազատություն ենք տալիս քաղաքը վայելելու։ Եվ հիմա կարծում եմ դա շատ ճիշտ սկզբունք է, որ եթե միտեղ մտնում ենք, ուրեմն այդ միանգամից անենք, որ հետո կրկնակի գործ չանենք։ Այդ էլ դառը փորձով ենք եկել դրան, որովհետև լինում էին դեպքեր, որ որոշ տեսակի աշխատանք անում ես, հետո հասկանում ես, ավելի լավ էր, ավելի մի քիչ շատ ժամանակ եւ ռեսուրս ծախսեիր, ամբողջական անեիր, մի քիչ ավելի երկար փողոցը փակ մնար, բայց հետո վերջում էլ այնտեղ անելու բան չունենանք։ Մեր հիմնական խնդիրները այնուամենայնիվ այս կետերում ենթակառուցվածքային ստորգետնյա մեր աշխարհն է, այսինքն այստեղ որ ասում եմ հիմնարար աշխատանք, այստեղ մենք նաև աշխատում ենք Veolia-ի հետի եւ գազի հետ ինտենսիվ։ Նրանց օրինակ Երևանի քաղաքապետարանը նախորդ ուղարկում է նախորդ տարի հաջորդ տարվա անելիք խոշոր ծրագրերը, հիմնարար ծրագրերը, որովհետեւ իրենք մի հատ իրենց ենթակառուցվածքը նայեն, որովհետեւ օրինակ շատ դեպքերում ունենում ենք պրոբլեմատիկ գոյուղատար համակարգ։ Եվ պարոն վարչապետ, այս էլ ֆիքսենք 2022 թվականից մենք տարեկան Սկզբից Երևանի քաղաքապետարանը իր ֆինանսավորմամբ 15 կիլոմետր Երևան քաղաքում գոյուղատար համակարգ նոր կառուցել կամ փոխարինել հինը 2025 թվականից արդեն այս կառավարությունն է այդ ֆինանսական բեռը իր վրա վերցրել կառավարությունն ու Veolia ջուրը եւ մենք ամեն տարի այս ծավալները անում ենք, այսինքն այս ծավալները ամեն տարի անում ենք եւ հուսով եմ կներեք իմիջայլոց ասենք ճանապարհների հետ կապված որ երբեմն խնդիր է առաջանում մենք շատ հաճախ չենք արձանագրում որ ճանապարհը սկսել է քայքայվել ոչ թե վերևից այլ սկսել է քայքայվել տակից ամենատարբեր պատճառներով եւ այո ավելի լավ է փոքր կտորներով հիմնավոր անել քան թե նկատի ունեմ եթե ասֆալտ պիտի արվեր ուղակի ենթադրենք մի կիլոմետր 500 մետր արվում այդ ամբողջ փաթեթը եւ այս մեր Երևանը այդ առումով երևի թե ամենաբարդն է որովհետեւ մեր ճանապարհների տակով ինչ տեսակի ենթակառուցվածք եւ անասելի քանակի խողովակներ, լարեր, տարատեսակ ենթակառուցվածք անցնում եւ այդ տեսանկյունից մեր աշխատանքը մի փոքր ավելի բարդ է, մի փոքր ավելի շատ ժամանակ է տանում, բայց նաեւ անելուց երբ որ դա հիմնարար է արվում, հետո տենց շատ երկար տարիներ անդրադարձ չի լինում այդ հատվածներին։ Ես թվարկեմ մյուս ծրագրերը, եթե խոշորները կամ կարևորները խոշորել, չէ, եթե մեկնաբանություն ունենաք ասեք, Արինբերդի փողոցի եւ Արցախի պողոտայի խաչմերուկը, Արինբերդ փողոցի 5-րդ նրբացքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգում 1.1 կիլոմետր։ Հիմա է դա տեղի ունենում, բավարարչապետ, ընթացքի մեջ է, դա արդեն տենց շատ երկար սպասված հիմնանորոգումներից մեկն էր, որը որ այլընտրանք չուներ, այսինքն այնտեղ միջին նորոգում նույնիսկ չէինք կարող անել։ Մոսկովյան փողոցի հիմնանորոգում, սա արվել է։ Մոսկովյան փողոցը միջին նորոգում արվել, կարծում եմ այդտեղ տեղեկանքի մեջ սխալ են գրել, միջին նորոգման աշխատանք արվել, բայց նաև հետո այս տարի արել ենք Սարյանը ամբողջությամբ միջին նորոգման աշխատանք, այս տարի ամբողջությամբ վերջացել է Սարյանը։ Ամբողջը արվել է։ Մեր օդանավակայանից մինչև հաղթանակ կամուրջ ամբողջությամբ այս տարի ավարտեցինք, այն մյուս կտորն էլ ավարտեցինք, այսինքն օդանավակայանից մինչև ամբողջ Իսակով այսինքն Արգավանդ Զվարթնոց ճանապարհը, հետո Իսակով Պողոտան ամբողջությամբ արված է եւ ավարտված է եւ Մամիկոնյան եւ Արամ Խաչատրյան փողոցները միացնող
ճանապարհահատվածի կառուցում։ Դա 3 տարի առաջ ենք հանձնել։ Իսկ այս Նոր ճանապարհ է դա, պարոն վարչապետ։ Այսինքն Արամ Խաչատրյանը միացրել ենք Մամիկոնյանցին, որով որ հենց Մամիկոնյանցից այն ժամանակ Մամիկոնյանցը գալիս էր եւ աճ էր թեքվում, այս ուղիղ դեպի Արամ Խաչատրյան հնարավորություն չկար։ Դա եթե չեմ սխալվում 3 տարի առաջ ենք հանձնել եւ այդպիսի կարևոր տենց ճանապարհներ մի քանիսը ունենք։ Եվս մեկը ունենք Նորք Մարաշում, Հովսեփյան փողոցը Սարալանջին միացնող եւ ինքը նաեւ այդ նորակառույց հատվածում շատ կարեւոր ճանապարհ է եւ նոր հնարավորություն է տալիս շրջանցել Արմենակյան փողոցը։ Սկսել ենք Գյուրջան փողոցի հիմնանորոգումը եւ Գյուրջանն էլ մեզ հնարավորություն է տալիս սկզբում Միասնիկյանով բարձրացողներին դեպի Նոր Միասնիկյանին ամբողջապես այլընտրանքային լավ ճանապարհ ունեն։ Ինձ թվում է ֆինանսական հատվածն էլ է հետաքրքիր, այսինքն 65.2 միլիարդի ծրագիր իրականացվել է, 12.5 միլիարդ ծրագիր այս բային ընթացքի մեջ է, այսինքն սա ավելի քան 200 միլիոն դոլարի մասին է խոսքը եւ սա նաեւ ծավալի մասին խոսում է։ Հիմա ճանապարհները, հետո տրանսպորտը 2018-ից 2026 թվականների ընթացքում հանրային տրանսպորտի բարելավման ոլորտում իրականացվել է 48 միլիարդ դրամի կապիտալ ներդրում, որից 20 միլիարդը կառավարության ֆինանսավորման, մասնավորապես թվով 749 ավտոբուսների ձեռքբերում ընդհանուր 34.7 միլիարդ դրամ արժեքով, թվով 87 ման մակնիշի 12 մետրանոց ավտոբուսներ եւ Ժոնգտոնգ մակնիշի 562 ավտոբուս եւ Գազել մակնիշի 100 ավտոբուսներ 1.8 միլիարդ դրամով, սրանք արդեն նոր գազելներ են, հուսահատության գազելներ չեն, բայց ընդհանուր առմամբ բայց դրանք փոխարինման ենթակա են, այո։ Թվով 75 տրոլեյբուսների ձեռքբերում, ներառյալ վերջին խմբականակը 45-ը վերջին 7.9 միլիարդ արժեքով, թվով 60 Յուտոնգ մակնիշի տրոլեյբուսներ եւ Ժոնգտոնգ մակնիշի 15 տրոլեյբուսներ։ Եվ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացում մասնավորապես անվազույգերի ձեռքբերում 48 հատ, գնացքների նորոգում 36, շարժացանդուղքների փոխարինում 9 հատ, թվով 14 թունելային հզոր օդափոխիչների տեղադրում եւ թունելային հակահրդեհային եւ ջրամատակարարման խողովակաշարերի մոնտաժում, կապի համակարգերի արդիականացում։ Դրանք էլ տասնամյակների չարված աշխատանքներ էին, պարոն վարչապետ, այսինքն մետրոպոլիտենում ահռելի ծավալի աշխատանք է արվել վերջին տարիների ընթացքում, սկսած վագոնների նորոգումից, ավազույգերի նորոգումից, նոր շարժասանդուղքներից 3 կայարաններում, այսինքն մենք ինչ ունեցել ենք հին շարժասանդուղքներն են ու այդ արտահայտությանս համար այդ յոլլա տանելու տրամաբանությունից դուրս ենք եկել, բայց հիմա ասեմ ավելին, հիմա մենք քննարկում ենք եւ հաջորդ ներդրումային կոմիտեում քննարկում ենք բոլոր վագոնների, նոր վագոնների ձեռքբերում, ամբողջապես մետրոպոլիտենի արդիականացման ծրագիր, որը նախնական բոլոր մեր գործընկերների եւ մյուս նախարարությունների կողմից արդեն իսկ դրական եզրակացություն ունի, ներառյալ ֆինանսների նախարարության կողմից եւ այսինքն մետրոյի համար լրիվ նոր վագոններ ամբողջապես արդիականացնում ենք մետրոն, նոր վագոն։ Իհարկե մենք հիմա ընթացիկ վագոններ էլի նորոգում ենք, որովհետեւ հոսքը դեպի մետրո էլի ավելացել է։ Դե լավ է, բայց այդ էինք, չէ՞ ուզում որ մետրոն վերջապես իհարկե, որովհետեւ կիսադատարկ, ես էլ քանի անգամ որ մտել եմ մետրո, զգացել եմ, որ արդեն վագոնները լիքը վիճակում են երթևեկում եւ դրենաժային թունելների երկարացում, հակակոռոզիոն միջոցառումներ, այդտեղ չերևացող այնքան աշխատանք է արվել, պարոն վարչապետ, տենց մոտավորապես էլի համեմատականը խորհրդային տարիների հետ միայն կարող է լինել, որովհետև եւ աջափնյակ մետրոյի կայանի կառուցման ծրագիր։ Ուր ենք հասել ստեղով, ինչ ենք անելու։ Մենք շատ երկար եւ դժվար process անցանք, մենք նախագիծը ունեցանք, պարոն վարչապետ, եւ այդ նախագիծը շատ երկար եւ տևական ժամանակ
փորձաքննություններ էր անցնում եւ པարզ եւ համալիր փորձաքննությունը եւ իրականում որքան էլ որ դա ցավալի չէ արձանագրել մենք կորցրել էինք այդ գիտելիքը այս տասնամյակների ընթացքում եւ կարելի ասել այդ նաեւ այդ ժամանակը գնում էր նրա վրա 35 տարի 30 տարի չենք կառուցել գնացել է նրա վրա որ մենք էականորեն ոնց որ վերադարձրել ենք այդ գիտելիքը շատ բաներ նույնյութեր մասնագետներին հիմա այնուամենայնիվ հասել ենք այն փուլին որ մենք ունենք պատրաստի փորձաքննություններ անցած նախագիծ եւ մենք առաջարկում ենք կառավարությանը գնալ հատուկ ճանապարհով վերահսկելիությունը շինարարության նկատմամբ կառավարելի պահելու համար հատուկ տեղհսկողություն ինժեներական տեղհսկողություն առաջին հերթին ձեռք բերենք եւ դրանից հետո արդեն սկսենք կառուցումը որ վստահ լինենք որ այդ գիտելիքը ունեցող մարդիկ մեզ համար կվերահսկեն շինարարության ընթացքը այդտեղ տեն շատ դետալների մեջ չմտնեմ արդեն նաև փոխվարչապետի գրասենյակի հետ նախնական քննարկենք եւ հուսով եմ ընտրություններից հետո առաջին գործը որ անելու ենք Աջափնյակի կայարանի քննարկման հարցն է լինելու Երևանում իրականացվել են նաև բազմաբնական շենքերի արդիականացման աշխատանքներ հիմնական մասը վերելակներն են եւ փաստորեն 2863 վերելակ արդեն արդիականացվել է, հա 2560 նախորդ տարվա դրությամբ այս տարի այդ 300-ից բացի եւս 200-ը էլի ունենալու ենք, այսինքն մենք կներեք 2560 արդեն արված է, հիմա 303-ը ընթացիկ փուլում է եւ եւս 200 էլ այս տարի էլի անելու ենք, այսինքն 500-ը նվազագույնը 500-ը մենք ամեն տարվա պահելու ենք եւ վերելակների հիշեցնեմ պարոն վարչապետ, վերելակների փոխարինումը Երևանի քաղաքապետարանի ուղիղ իհարկե պարտականությունը չէ, բայց նաեւ հասկանալով որ համատիրությունները այդ խնդիրը չեն կարողանալու լուծել ֆինանսապես, բայց մենք գոնե հիմա սխեման դնում ենք որ հետագա սպասարկում ամբողջապես իրանց ենք փոխանցում եւ իրենք արդեն համապատասխան վճարը իրենց մոտ սահմանում են եւ սպասարկում են արդեն իրենց է հանձնված համատիրություններին է հանձնված մենք այդ նախնական ներդրումն ենք անում փաստացի 2560-ում 2025 թվականի վերջի դրությամբ արել էինք մնացել էր 1822-ը այսինքն մենք 50%-ի շեմը էականորեն անցել ենք բայց մնացել է 500-ն էլ լինի տակը կմնա մոտավորապես 1000 քանի հատ 1300 տարվա աշխատանք կմնա մի քիչ ավել հա բայց կարանք ավելի մեծ տեմպով էլ 4.8 միլիարդ դրամի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում Այդտեղ էլ կարևոր սկզբունք ենք դրել, որտեղ որ համատիրությունների հետ կապված հարց է, մենք ինչ որ մի բան տալիս ենք, օրինակ նյութերը, իրենք պետք է կազմակերպեն աշխատանքը։ Բայց հաջորդիվ, պարոն վարչապետ, մենք անպայմանորեն պետք է քննարկենք համատիրությունների մասին նոր օրենքը, որովհետև բակ չկա, որտեղ մենք մտնում ենք եւ մեզ համատիրությունների վերաբերյալ խնդիրներ չեն ասում, այսինքն առաջին խնդիրը, որ մարդիկ արձանագրում են, այն խնդիրներն են, որոնք որ պետքա համատիրությունները լուծեն եւ չեն կարողանում լուծել եւ այդտեղ տենց մեղավորներ էլ երևի պետք չի փնտրել որովհետեւ ընդհանուր համակարգը տենց թարմացման եւ նորոգման կարիք ունի։ Ես այդտեղ սոցիալ հոգեբանական խնդիրել եմ տեսնում, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ չեն արձանագրում, որ համատիրությունը իրենց կազմակերպությունն է։ Իրենք են ընտրում։ Իրենք են ընտրում։ Իրանք շարունակում են ընկալել որպես քաղաքապետարանի կողմից նշանակված պաշտոնյաներ։ Ես չեմ բացառում, որ ընդհանուր կոնտեքստ կա եւ վարչական շրջանները եւ այլն որոշակի ազդեցություն ունեն, բայց այստեղ ամենակարևորն է նա, որ այս քաղաքական գիծը արձանագրվի, որ մարդիկ հասկանան իրանք ընտրում են եւ իրանք իրանց շենքը եւ իրանց կամ շենքերի խումբը կառավարում են, այստեղ է որ բան չի լինում, այսինքն հորիզոնականի տրամաբանության խախտում կա եւ շատ դեպքերում հարցերը տնկալումից են առաջանում։ Այդտեղ որ ասում ես դուք եք ախր ընտրում ժողովուրդ ջան, ասում են մենք չենք ընտրել եւ իրականում ճիշտ են ասում, տարբեր ժամանակներ, տարբեր ձևով է կազմակերպված եղել այդ համատիրությունների ձևավորումը եւ այդտեղ նոր օրենսդրությունը մի հատ տենց զրոյական կետից հնարավորություն կտա մեզ բանանելու էլի այդ աշխատանքը սկսելու։
Ջրամատակարարում, ջրահեռացում եւ ոռոգման բնագավառում իրականացվել է 28 միլիարդ դրամի ծրագրեր։ Ջրամատակարարման համակարգի վերակառուցում եւ վերականգնում 640 կիլոմետր ահռելի ծավալի 640 կիլոմետր չէ, այսպես ասած, կամ առհասարակ ջրամատակարարում չունեցող, կամ խայտարակված վիճակում ենթակառուցվածք ունեցող թաղամասեր են, որ ստացել են ջրամատակարարում, նորմալի է բերվել, կորուստը նվազեցվել է, տեղերկա առհասարակ չի եղել, նոր է հիմա առհասարակ կառուցվել։ Հույս ունեմ տեղել այդ սկզբունքով, որ եթե անում ենք միանգամից հիմնավոր անենք, որ այն 3 ամիսանոց վերանորոգումների ցիկլից ի վերջո դուրս տան, որ գնում ենք միտեղ կարկատան ենք անում, հետո մի մետր ենք եմա սկսում բան անել, հետո մի մետր ենք ում։ Դա ամենամեծ մեր պայքարն է եւ մենք այս վերջին տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի ենք խստացրել մեր պահանջները ոչ միայն մեր շինարարների նկատմամբ, այլև մեր ենթակառուցվածքների օպերատորների շինարարների նկատմամբ, մասնավորապես եւ վեոլաջրի, եւ գազի, եւ հեցի, եւ եթե կնկատեք, արդեն երբ որ որևէ հատվածում ինչ որ բան է փորվում ասֆալտի վրա, կտեսնեք այդ պատնեշները հատուկ, այսինքն նոր ստանդարտներ կան եւ այդ ստանդարտները շինարարությունը, որ տեն ցանկապատեր մետաղի, այստեղ բանում Պրոշյան փողոցի վրա էլ կա։ Հիմա կոնկրետ աշխատանք այո, այդտեղ ջրային կոմիտեն աշխատանքներ իրականացնում, բայց մի հատ կարևոր ծրագիր նշեմ, որ շատ քիչ ենք խոսել դրա մասին, բայց իրականում էլի այն չերևացող աշխատանքների հատվածին է վերաբերվում 2023 թվականին Երևանի քաղաքապետարանը կառուցապատողների միության հետ եւ բոլոր օպերատորների հետ միասին մի ծրագիր է իրականացրել, որով որ նորակառույց թաղամասերին մենք հասցրել ենք գազ, լույս, ջուր ու հիմնարար մագիստրալներ են կառուցվել եւ կհիշեք 2022, 2023, 2024 թվականներին շատ մեծ բողոք կար այդ կատարվող աշխատանքի եւ դրանից հետո ասֆալտի որակի հետ, որովհետեւ այնց մեծ ծավալի քանդումներ են իրականացրել այդ ժամանակ եւ բոլոր այսօրվա նորակառույց թաղամասերը ունեն գազ, լույս եւ ջուր, որովհետեւ այդ մեծ ծավալի աշխատանքը այդ ժամանակ սկսել որ մոտակա մագիստրալները նույնիսկ այդ ծավալը արդեն չէին կարողանում տեղափոխել, որովհետեւ բնակչության թիվը, շենքերի թիվը աճել էր եւ ջրի կամ գազի խողովակը վերջը բան ունի, սահմանափակում ունի եւ արդեն իրանք բոլոր իրանց մաքսիմումներով էին աշխատում։ Ոռոգման համակարգ 226 կիլոմետր ոռոգման համակարգա վերակառուցվել կամ վերականգնվել, սա էլ կարծում եմ դա ծրագիրը մեր կարևոր սկզբունքի նաև արդյունք է, պարոն վարչապետ, մենք որևէ տեղ չենք իրականացնում ծառատնկում, անտառատնկում, այգիների հիմնանորոգում եւ կանաչ տարածքների ավելացում, եթե չենք անցկացնում ոռոգման համակարգ, այսինքն մեր խոշոր բոլոր ծրագրերը կանաչ տարածքների ավելացման, իրանք զուգորդվում են ոռոգման համակարգերով։ Ներառյալ փողոցներում, որ ծառեր ենք տնկում, դրանք էլ տեղեր կա փողոցներում դեռևս որտեղ որ չունենք ոռոգման համակարգ քիչ դեպքերում ունենք ցիստերներով ավտոմեքենաներ, որոնք որ պարբերաբար ջրում են, նոր անում ենք։ Չէ, որ նոր անում ենք միշտ, որ նոր անում ենք միշտ։ Հիմա ասենք Ամիրյան փողոցը որ արել ենք, դա արդեն ոռոգման։ Այո, եւ հիմա մենք Ազատության պողոտայի ոռոգման համակարգը ենք մագիստրալն ենք փոխում, անկեղծ ասած շինարարի հետ էլ մի քիչ խնդիր ունենք, դժվար է անում, այդտեղ կենտրոնի ջուրը դրանից է կախված, հիմա ոնց որ տենց էլի ցիստերներով ենք հասցնում ջուրը, ինչ այդ աշխատանքը մի ամիս առաջ էլ պետք է հանձնված ելներ, հանձնված չի, բայց ամեն դեպքում այդ բոլոր աշխատանքները, որոնք հիմա մենք վերջին 4 տարվա ընթացքում 26 թիվը չհաշված 60 հեկտար նոր կանաչ տարածքներ ենք ստեղծել իրենց ոռոգման համակարգերով ու ասում եմ սրա համեմատականը դրա նախորդ 4 տարին չի նույնիսկ դրան նախորդող 22 տարին չի որովհետև այդ 22 տարվանից ավել աշխատանք է արվել շատ լավ հիմա կրթության ոլորտում դպրոցաշինության եւ մանկապարտեզաշինության ծրագրով իրականացվել կամ իրականացվում է
32 դպրոցի կառուցում, վերանորոգում եւ նախագծում, այսինքն նրանք նաեւ որ նախագծման փուլում են 2018-ից 2026 թվականներին դպրոցի գծով փաստացի ծախսը կազմել է 26 միլիարդ դրամ եւ 68 մանկապարտեզի եւ նախակրթարանի 47 մանկապարտեզի եւ 21 նախակրթարանի կառուցում կամ վերանորոգում փաստացի ծախսը կազմել է 17 միլիարդ դրամ։ Աշխատանքներն ավարտված են 14 դպրոցում, 45 մանկապարտեզում եւ 20 նախակրթարան։ Այսինքն 45 մանկապարտեզ հիմնանորոգել են եւ երեխեքը արդեն մենք այնքան մանկապարտեզ ենք հիմնանորոգել եւ կառուցել, որքան Երևան քաղաքում մոտավորապես որքան 2000-ական թվականներին վաճառվել է։ Այսինքն հիմա իմիջիալից ասեմ շուրջ 80 մանկապարտեզի, վաճառված մանկապարտեզի պետությանը վերադարձնելու գործընթաց է տեղի ունենում, ոչ միայն Երևանում, բայց 80 մանկապարտեզի։ Հիմա տեսնենք, թե ինչ դպրոցների մասին է խոսքը։ Երևանում Հակոբ Կոջոյանի անվան դպրոցը մասնագիտացված արդեն ավարտական վերջին շտրիխներն անցնելիս տեսնում եմ։ Երևանի թիվ 42 ավագ դպրոցը վերանորոգված է։ Երևանի մանկավարժական համալսարանի վարժարանը վերանորոգված է։ Երևանի թիվ 142 ավագ դպրոցը վերանորոգված է։ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցը վերանորոգված է։ Երևանի թիվ 111 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի թիվ 18 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի թիվ 122 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի թիվ 6 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Այս այն շարքն է, որ կարծեմ 25 սեպտեմբերի 1-ին էր, որ սրանց բացումներ։ Երևանի թիվ 51 հիմնական դպրոցը վերանորոգված է։ Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի Հերացու անվան ավագ դպրոցը կառուցված է, էս էլ է այդ դպրոցների շարքում։ Երևանի թիվ 135 հիմնական դպրոցը կառուցված է 0-ից։ Երևանի թիվ 194 հիմնական դպրոցը վերանորոգված է։ Երևանի թիվ 139 դպրոցը կառուցման ընթացքի մեջ է։ Երևանի թիվ 145 հիմնական դպրոցը վերանորոգվում է, նաև մարզադահլիճ է կառուցված այստեղ։ Երևանի թիվ 125 հիմնական դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Երևանի թիվ 105 ավագ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Երևանի թիվ 7 հիմնական դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Երևանի թիվ 45 դպրոցը 0-ից կառուցման ընթացքի մեջ է, Երևանի թիվ 101 դպրոցը նորոգվում է, Երևանի թիվ 13 հիմնական դպրոցը նորոգվում է, Երևանի թիվ 68 հիմնական դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, այսինքն 0-ից կառուցվում է, այսինքն նախկին շենքը դեմոնտաժ արվել եւ կառուցվում է։ Երևանի թիվ 148 հիմնական դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, Երևանի թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ մարզադահլիճ են կառուցել, հիմա նախագծվում է, որ նորոգումը սկսի, Երևանի թիվ 184 ավագ դպրոցը էլի մարզադահլիճ են կառուցել ու նորոգումն է հիմա նախագծվում, Երևանի թիվ 118 ավագ դպրոցը էլի մարզադահլիճ են կառուցել եւ նախագծվում է, նախապատրաստվում է նորոգման, Երևանի թիվ 86 դպրոցը նորոգման նախապատրաստության մեջ է, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցը նորոգման ընթացքի մեջ է, մարզադահլիճը երևի, Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը էլի նախագծվում է, որպեսզի նորոգվի, Երևանի թիվ 136 հիմնական դպրոցը նախագծվում է, որպեսզի վերանորոգվի, այստեղ բոլոր տեղերը գրած է մարզադահլիճ, բայց լավ չեմ պատկերացնում, այստեղ արդեն կառուցված, այսինքն պրոցես է գնում, որպեսզի նորոգվի։ Հիմա մանկապարտեզները
Երևանի 116 հատ է լինելու պարոն վարչապետ, 116 մանկապարտեզում որևէ ինչ որ տեսակի աշխատանքներ են կարել եւ այդ աշխատանքների բնույթը շատ տարբեր է եղել, բայց 45-ը այստեղ 68 է ոնց որ իմ մոտ նշված։ Հա, չէ, այստեղ այդ 45-ն է ու պլյուս նախակրթարանները։ Հա, եւ այդ 116-ից 45-ը ամբողջապես կամ հիմնանորոգված կամ զրոյից կառուցված եւ ամենակարևոր սկզբունքը, որ էլի 22-23 թվականներին դրեցինք, մենք ծրագիր ունեինք EBRD-ի մեր գործընկերների վարկային միջոցներով, EIB-ի վարկային միջոցներով եւ դրամաշնորհներով Եվրոմիության, որով որ մանկապարտեզների հիմնանորոգում էինք իրականացնում, բայց բակերին չէինք անդրադառնում։ Բոլոր այդ բակերը, որտեղ որ անում էինք այդ ծրագրով հիմնանորոգում, բոլոր այդ բակերը արդեն կարելի ասել ավարտին հասցրեցինք, կառուցեցինք։ Էդ էլ էր մեր որոշումը, եւ հիմա կոմպլեքս ենք անում, չենք անում։ որ էլի կոմպլեքս ենք անում, այսինքն եթե մանկապարտեզը հիմնանորոգվում է, պետք է բակն էլ նորոգվի, ու ասեմ ավելին, հիմա մենք կոմբինացված ցենց հետաքրքիր բաներ ենք ստանում, օրինակ մի քանի օր առաջ Կիլիկիայում բացվեց դպրոցի հարակից ֆուտբոլի դաշտը, որը որ շատ սիրուն գույներով եւ նաեւ փոքրիկ խաղահրապարակ, տուրնիկներ են դրած այդ workout-ի եւ այլն եւ արդեն կարողանում ենք նաեւ այդ կոմբինացված բաները անել, այսինքն եւ դպրոցն է օգտագործում եւ համայնքն է օգտագործում։ Շատ լավ, մանկապարտեզներով Երևանի թիվ 35 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 50 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 36 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 49 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 47 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 48 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 41 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 44 մանկապարտեզ նորոգված, այսինքն այս բոլորը հիմնանորոգված էլի, չէ՞։ Երևանի թիվ 23 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 22 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 58 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 61 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 63 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 71 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 74 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 21 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 5 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 15 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 76 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 88 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 90 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 97 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 82 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 86 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 77 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 95 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 81 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 98 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 99 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 104 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 112 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 107 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 110 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 109 մանկապարտեզ նորոգված, լավ է, չէ՞, ինչու՞։ Երևանի թիվ 105 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 127 մանկապարտեզ նորոգված, այնց մեծ հաճույք է 3 ժամ պատրաստեմ եթերում կարդալ։ Երևանի թիվ 144 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 146 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 143 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 140 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 135 մանկապարտեզ կառուցված, Երևանի թիվ 138 մանկապարտեզ կառուցված, Երևանի թիվ 161 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 163 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 119 մանկապարտեզ նորոգված, Երևանի թիվ 20 մանկապարտեզ վերանորոգված եւ Երևանի թիվ 156 մանկապարտեզ նորոգման ընթացքի մեջ է եւ նախակրթարաններ, որ արդեն նորոգված են եւ գործում են։ Երևանի թիվ 146 հիմնական դպրոցում, թիվ 151 հիմնական դպրոցում, թիվ 172 հիմնական դպրոցում, թիվ 129 հիմնական դպրոցում, թիվ 93 հիմնական դպրոցում, թիվ 123 հիմնական դպրոցում, թիվ 167 հիմնական դպրոցում, թիվ 6 հիմնական դպրոցում, թիվ 80 հիմնական դպրոցում, թիվ 13 հիմնական դպրոցում վերանորոգվում է
թիվ 53 հիմնական դպրոցում նորոգված, թիվ 91 հիմնական դպրոցում նորոգված եւ նորոգված են հետագա ինչ որ ասում եմ 88 հիմնական դպրոցում նախակրթարանների մասին խոսեցնեմ 26 հիմնական դպրոցում 98 հիմնական դպրոցում 99 հիմնական դպրոցում 110 հիմնական դպրոցում 69 հիմնական դպրոցում 140 հիմնական դպրոցում 52 հիմնական դպրոցում 117 հիմնական դպրոցում եւ ասում եք այդ 129-ը ինչա որ տարբեր process-ներ կամ եղել են կամ ընթացքի մեջ 116 տեղ մենք ինչ որ աշխատանքներ արել ենք կլինի օրինակ մի հատվածական նորոգում խմբերի ավելացում այսինքն օրինակի համար հնարավորություն է եղել շենքային պայմանները եղել մենք հատվածական բայց սրանք ինչքան հասկացա հիմնանորոգում 45-ը հիմնանորոգում կամ նորերի կառուցում այսինքն ամբողջական մանկապարտեզի կարելի ասել տեն 0-ից ստացված մանկապարտեզը եթե կհիշեք աջափնյակ վարչական շրջանում որ բակից բակ գնում ենք բակերը սարքած նոր մանկապարտեզ կամ հիմնանորոգված մանկապարտեզ այո մենք մեր ճանապարհներն տենց մի հատ էլ կարևոր բան ասեմ կհիշեք Կորեայի ձորի մանկապարտեզը մեր որ հոգեկան առողջության կենտրոնում էին գնում այցելում երեխաները տարբեր ձայներ են այնտեղ այո եւ իհարկե առանձին մուտք էր ապահովված այդ երկու խորը բայց մենք անցնելիս երեխեքը լսում էին այո եւ այդտեղ իրականում քանի որ հասկացանք որ կառուցումը շատ երկար process կարա տևի որովհետեւ հետո սկսեցին հողը այս որ գրունտը լավը չի մյուս մենք նոր լուծումներ այդտեղ փնտրեցինք եւ գտանք վարձակալեցինք տարածք եւ մանկապարտեզը ամբողջապես տեղափոխեցինք բայց կառուցումը նորի դեռ պլանի մեջ է պլանի մեջ է այնուամենայնիվ պլանի մեջ է նույնը արեցինք Կիլիկիայում շատ երկար փնտրտուքներից հետո տարածք չգտանք վարձակալեցինք տարածք եւ երրորդ ռիսկայնության շենքից բնակելի բազմաբնակարան շենքից երեխաներին տեղափոխեցինք նոր ընդարձակ լիովին տենց 0-ից կառուցված մի հատ շինություն, որը հիմա նույնիսկ մտածում ենք այդ շինությունը ձեռք բերենք, նույնիսկ այդտեղ հատուկ որևէ բան չկառուցենք։ Եվ կարծում եմ, այս անհատական լուծումներն էլ էլի, տենց իրանք մի քանիսը կան այդպիսին եւ իրականում շատ կարեւոր են։ Հիմա հաջորդ մեր ենթավերնագիրը սպորտային եւ մշակութային օբյեկտներն են։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատենեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցում։ Հրազդան մարզադաշտի կողքը շատ լավ տեմպերով շինարարություն ռեկորդային արագությամբ գնում է ընթացքի մեջ է։ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցում, որի բացումը ռեկորդային արագությամբ էլի գնում է։ Հեծանվային սպորտի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապարտեզական մարզադպրոցի կառուցում։ Այո։ Ավարտվել է, թե դեռ ընթացքի մեջ է։ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի կառուցում։ Էլի ընթացքի մեջ է։ Երևանի խաղային մարզաձևերի մարզադպրոցի ավարտվել է, բացվել է, աշխատում է։ Խաղային մարզաձևերը դա ենթադրաբար մեր բանն է, էլի այդ Կիլիկիայի մոտի բացմանը միասին չենք եղել։ Թենիսի, բադմինտոնի, բացվել է։ Շենգավիթ վարչական շրջանի համալիր մարզադպրոցի կառուցում։ Ամբողջապես հիմնանորոգել ենք, ահռելի մեծ կառուցումը գրած, այսինքն հիմնանորոգումը, Շենգավիթում հիմնանորոգվել է ամբողջապես եւ ահռելի մեծ սպորտ դպրոց է, հիմա հաջորդիվ նաեւ լողավազանի հարցն էլ պետք է լուծենք, այնտեղ նաեւ այդ սպորտը։ Հիմա թատրոնների վերանորոգում եւ գույքով ապահովում։ Սունդուկյանի անվան ազգային թատրոն։ Մենք ունենք 3 թատրոն, պարոն վարչապետ, քաղաքապետարանը։ Մեր 3 թատրոններից մենք ամբողջապես հիմնանորոգել ենք Մհեր Մկրտչյանը, հիմնանորոգել ենք մեր դրամատիկական թատրոնը, հիմնանորոգումը սկսել էինք մեր Պատանի հանդիսատեսի թատրոնի, բայց շինարարի հետ խնդիրների հետևանքով հիմնանորոգումը կանգնել է
Մենք բայց հեսա շարունակելու ենք պատանի հանդիսատեսինը, իսկ դրամատիկականում տենց նոր առհասարակ նաև հենց դրամատիկականի առաջարկով պետք է ռեբրենդինգ անենք, նոր կոնցեպտ ստանանք եւ մի քիչ այդ ընդհանուր ավանդական թատրոնների ոճից երևի թե դուրս գանք ու դա կսկսի դրամատիկական թատրոնից եւ առհասարակ նաև կարող եմ ասել, որ այս հիմնանորոգումները իրենց հերթին, բայց ընդհանուր առմամբ մեր թատրոններում էականորեն հոսքը նաև մեծացել է հանդիսատեսի եւ որակն է նաև բարձրացել ներկայացումների։ Ну, այստեղ ծրագրեր կան տարբեր, որ իրականացվում են կամ ավարտվել են։ Սունդուկյանի անվան թատրոնի նորոգում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորոգում Եվ լուսավորության արվել են։ Լուսավորությունը մենք արել ենք նախորդ տարի օպերայի ամբողջ շենքի լուսավորությունը, կհիշեք։ Հա, օպերայի շենքի լուսավորությունը ամբողջությամբ արվել է եւ ներսում շատ մեծ ծավալի աշխատանք հայելի արված։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Պողակարամ Խաչատրյան համերգասրահի վերանորոգում եւ գույքի ձեռքբերում, Սորժ Սարգսյանի անվան համազգային թատրոնի գույքի ձեռքբերում։ Սորժ Սարգսյանը համազգային թատրոնը 0-ից կառուցվել է։ Հա, այդտեղ դե կառավարությունը գույքն է ձեռք բերել, մասնավոր հատվածն է։ Այո, այդ բանակցությունը դեռևս տեղի է ունեցել, եթե չեմ սխալվում 2019 կամ 20 թվականին այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գույքի ձեռքբերում։ Այնտեղ կարծեմ ձայնային համակարգեր, թե ինչ-տենց մի բաներ արվել։ Դե այդպես նաև հաստատ մարզահամերգային համալիրի արված աշխատանքները կարող ենք ներառել կրկին։ Այստեղ կա։ Նաև Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի համար գույք է ձեռք բերվել եւ մասնակի նորոգում է իրականացվել։ Հայաստանի agrarային համալսարանի նորոգման աշխատանքներ են իրականացրվել։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վերանորոգում։ Այս հիմա ես չեմ կարող ասել նշում չկա, որ նա ընթացքի մեջ եւ որ նա ավարտված, բայց այնուամենայնիվ շատ կարեւոր է հիշատակել ծրագրերը։ Հայաստանի ազգային պատկերասրահում նորոգման եւ գույքով ապահովման եւ պատմության թանգարանում աշխատանքներ իրականացվել են եւ արդեն բացվել են, ավարտվել են աշխատանքները։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարանի հիմնանորոգում եւ բարեկարգում։ Ու այստեղ հայտնի պատմություն է, բայց պետք է արձանագրեմ, որ ավարտվել է այն հատվածը, կարծեմ 3 մույթերի հետ կապված աշխատանքն է ավարտվել, բայց դա շարունակական ամբողջը պետք է նորոգվի եւ կապիտալ ներդրումներ մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներ, օդափոխություն, հակահրդեհային լուսավորության համակարգերի արդիականացում եւ այլն։ Բայց շատ կարևոր մի բան կա համալիրի հետ կապված։ Մենք հիմա արդեն էտել է մոռացության մատնվել, որ համալիրը տարիներով պարապ հիմնարկեր։ Այսօր շահույթ ունի։ Մարզահամերգային համալիրում տեղ վերցնելը պետք է մի տարի առաջ, 6 ամիս առաջ բան անես, ռեզերվ անես, որ հնարավորություն ունենա ըլնի այնտեղ տարածք վերցնել։ Եվ սա նաև ուրիշ բանի վկայություն է Հայաստանում մշակութային եւ տնտեսական կյանքի ակտիվացիոն, որովհետեւ ինչի եմ ասում տնտեսական, որովհետեւ այնտեղ ֆորումներ, ցուցահանդեսներ, համերգներ եւ այլն ամենատարբեր միջոցառումներ են տեղի ունենում եւ շատ ուրախ եմ ես մարզահամերգային համալիրի համար, որովհետեւ մեր շատ հայտնի եւ առանցքային կառույցներից մեկն է, որ լիարժեք կյանքով է ապրում եւ այսօր մենք չունենք այդպիսի մշակութային հաստատություն, շենք շինություն, որը լիարժեք մշակութային կյանքով չի ապրում։ Նույն օպերան եւ նաեւ արտաքին լուսավորությունով եւ այլն եւ այդպես շարունակ։ 2018 թվականին պարոն վարչապետ կիսադատարկ շինություններ եւ իրապես պարապուրդի էր մատնված, հիմա լրիվ այլ տրամաբանությամբ աշխատում։ Դուք agrarային համալսարանը նշեցիք։ Ես ուզում եմ պոլիտեխնիկն էլ շեշտել։ Պոլիտեխնիկում վերջին տարիների ընթացքում ահռելի ծավալի աշխատանք արվել, այսինքն սկսած լաբորատորիաներից, վերջացրած IELTS-ի եւ TOEFL-ի քննության բաներով,
բոլոր հնարավոր տեղերում նորոգումներով, այգիների կառուցումով, բակի վերականգնումով, սպորտային ամբողջ կոմպլեքսի հիմա հիմնանորոգվող հատվածով եւ ասեմ ավելին 0-ից կառուցված հիմնական դպրոց ունենք հիմա Վրացական փողոցի վրա, որի բացումը շուտով կանենք, էլի պոլիտեխնիկի ընդհանուր ընտանիքի ներքո է գործում եւ դա էլ արվել է վերջին տարիների ընթացքում եւ դա նաեւ բովանդակային փոփոխության է բերել այդ համալսարանում, որովհետեւ ես օրինակ հիշում եմ 2005 թվականին ես այնտեղ պարապում էի համալսարան ընդունվելու համար, մաթեմատիկա եւ ֆիզիկա, դա լրիվ այլ միջավայր էր, այսօր լրիվ ուրիշ միջավայր է պոլիտեխնիկը եւ ես նաեւ զգում եմ, որ մեծ քանակի իգական սերի ներկայացուցիչներ, կանայք եւ աղջիկներ են սովորում պոլիտեխնիկում։ Եվ մշակութային կյանքին վերաբերող, եթե թույլ տաք, պարոն վարչապետ, իրականում ենթակառուցվածքների մեր արված ծավալները վստահաբար ահռելի մեծ են, բայց նաև այստեղ շատ կարևոր է այն բովանդակությունը, որ այսօր քաղաքում ունենք հենց միջոցառումների առումով, եւ վերջին տարիներին կարծում եմ ընդհանուր քաղաքի տրամադրությունը փոխվել է նաև այս միջոցառումների հետևանքով։ Միանշանակ, ինչքան մեծ գրավիտացիա կա այդ միջոցառումների շուրջ։ Հենց այսօր շարունակվում է բալետային փառատոնը, 4-րդ տարին է արդեն, Երևան քաղաքում տեղի Թումոյի այգում, Թումանյանի այգում տեղի ունենում բացօթյա անվճար միջազգային բալետային փառատոն, տեղակ եք, որ բալետա պետք գնան, որտեղ վերջին 2 օրերին մենք ներկայացրեցինք Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած եւ ֆինանսավորած պրեմիերան վերջին 2 օրերին Թամար բալետն էր։ Եվ հեսա լինելու է Սասունցի Դավիթը։ Այսինքն ամբողջական ներկայացում բացօթյա։ Ամբողջական բացօթյա պրեմիերան է տեղի ունեցել հենց այդ բալետային 4-րդ փառատոնը։ Որտեղ են նստում մարդիկ, կանգնած են նա։ Չէ, կան նստարաններ դրված, մարդիկ էլ կան հենց խոտերի վրա տեղավորվում են հազարավոր մարդիկ եւ իրականում արդեն շատ սիրված միջոցառում այնքը դարձել։ Սասունցի Դավիթն էլ, ասեմ, բալետ օրատորիան 400 մեր երեխաներ, մեր երաժշտական դպրոցների ես հուզվել եմ 2 անգամ ես հուզվել եմ եւ 1 ժամից մի փոքր ավելին լարված նստում ու լսում ես վերջում պորտկում ես ուղակի եւ իհարկե գինու փառատոնը սիրված հիմա արդեն այսօր բացվում են չգիտեմ մեր բոլոր այդ միջոցառումները որոնք որ անցկացվում են մշակութային այն ինչ որ նախկինում ա եղել, ես կարծում եմ այդպես բովանդակային էլ է շատ բան փոխվել, բայց նաև մասշտաբն է փոխվել։ Հունիսի 1-ին դուք Հյուսիսային պողոտայում եղաք, բայց չհասցրեցիք տեսնել այդ ամբողջ ընթացքը եւ նաև դրանից հետո օպերայում շատ գեղեցիկ միջոցառում մյուզիկլ էր եւ նոր տարվա միջոցառումները առհասարակ այս մշակութային միջոցառումները այդ տուրիստական հոսքի վրա միանշանակ ազդում են եւ ընդհանուր դրան էլ գումարվում է մեր չեմ ասում տարբեր հյուրախաղեր, համերգներ եւ այլն, այսինքն դա հսկայական ու ակնհայտ է որ Երևանում մշակութային կյանքը եռում է։ Հիմա այս էլ են դեպքեր, որ կարող ենք թվարկել ինչ որ երկար ժամանակ, բայց մի ահագին հատված կմոռանանք, որովհետեւ այդքան հնարավոր չի անգիր հիշել։ Եվ հաջորդ շատ սիրելի մի ենթավերնագիր 2018-ից 26 թվականին իրականացված բակային տարածքների, խաղահարապարակների, հանգստի գոտիների, զբոսայգիների, պուրակների բարեկարգման, հիմնանորոգման եւ աշխատանքների վերաբերյալ։ Ուրեմն շուրջ 877 բակերում իրականացվել են 18.1 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրեր։ 877 բակերում 72 հանգստի գոտիներում, խաղահրապարակներում, զբոսայգիներում եւ պուրակներում իրականացվել է շուրջ 9 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրեր։ Հիմնվել է քաղաքային ժամանակակից տնկարան 20 հեկտար տարածքում, այսինքն որ քաղաքի համար ծառեր 20 հեկտար տարածքում, պարոն վարչապետ, մենք այսօր ունենք մի այնպիսի ենթակառուցվածք, որը մատակարարում է մեր բույսերը քաղաքի, էական հատվածը, թփերը ամբողջությամբ, ծառերի դեռևս մի մասը, պլանավորում ենք նաև ունենանք լաբորատորիա եւ կարելի ասել ավելի փոքր տնկիներից սկսենք, աճացնենք մեր
չկար, այս ամբողջ ենթակառուցումը կներեք մի քանի տարի առաջ դեռևս լոլիկ եւ վարունգ էինք անջացնում մեր տնկարանում, հիմա ահռելի ծավալի այդտեղ տնկարան ունենք, որը որ եւ այս բոլոր ծառերը, որ փոխարինվում են, տենց արդեն էական մաս հենց մեր տնկարանից է գալիս։ Անցկացվել է 120 կիլոմետր ոռոգման համակարգ, տնկվել է 25000 հատ արժեքավոր ծառ, դες են հայտնի աղմուկ աղաղակների պատմություններն է, բայց հիմա աղմուկ աղաղակները մի 1000-2000-ին է վերաբերվում, 25000-ը այն մեր 60 հեկտար Եռաբլուրի հատվածում, հեսա 60 հեկտարը գալիս, ավելացվել են բոլորովին նոր 60 հեկտար կանաչ տարածքներ, հանգստի գոտիներում իրականացվել են շատրվանների պոմպերի վերանորոգման եւ նորերի կառուցման աշխատանքներ։ Ըստ վարչական շրջանների բացվածքը հետեւյալն է. բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում եւ պահպանում, ֆուտբոլի դաշտերի կառուցում, Աջափնյակում 65 եւ 6 հանգստի գոտի զբոսայգի պուրակ բարեկարգում, Ավանում 56 խաղահրապարակ, 2 հանգստի գոտի կամ պուրակ, Արաբկիրում 63 խաղահրապարակ, 8 զբոսայգի հանգստի գոտի, Դավթաշենում 46 խաղահրապարակ, 4 հանգստի գոտի պուրակ, Էրեբունիում 75 խաղահրապարակ, 2 հանգստի գոտի պուրակ, Կենտրոնում 54 խաղահրապարակ կամ ֆուտբոլի դաշտ, էլի, այսինքն առանձնացված չի, որովհետև տենց ընդհանրապես ժամեր կտևի մեր եթերը, 12 հանգստի գոտի պուրակ, Մալացիա Սեբաստիայում 80 խաղահրապարակ, 4 հանգստի գոտի պուրակ, Նոր Նորքում 60 խաղահրապարակ, 13 հանգստի գոտի պուրակ, Նորք Մարաշում 9 խաղահրապարակ, 4 հանգստի գոտի կամ պուրակ կամ զբոսայգի, Նուբարաշենում 26 խաղահրապարակ, 6 հանգստի գոտի կամ պուրակ, Շենգավիթում 140 խաղահրապարակ, 6 հանգստի գոտի կամ պուրակ, Քանաքեռ Զեյթունում 59 խաղահրապարակ, 5 հանգստի գոտի կամ պուրակ։ Միասին քայլելուց տեսել ենք։ Բայց քայլելուց տեսել ենք պուրակ, բայց այդ պուրակների խաղահրապարակների որակը, էլի եմ ասում, այդ որակի խաղահրապարակ, երեք նորագավիթով որ գնացինք։ Այսինքն այդ միայն այդ խաղային այդ սարքը, ատրակցիոնը, ինչ հատուկ 3-4 մետր բարձրությամբ դա հատուկ ընտրված է եղել, որ նորագավիթում պետք եւ եթե նկատեցիք, պարոն վարչապետ, մենք որ անընդհատ ասում ենք բան ծայրամասային ինչ որ թաղամասեր, հայրացիայի խաղահրապարակներ, այսինքն սիրելի երևանցիները հաստատ ոչ բոլորն են էլի եղել հայրացիայում վերջերս, մի հատ ով կցանկանա, թող գնա տեսնի, թե ինչպիսի միջավայր է ձևավորվել, օրինակ նույն հայրացիայում, եւ իրականում մեր շեշտը շատ դրված է եղել հենց այդ հերավոր հատվածներին, որոնք որ ամբողջապես միջավայրը այդ երեխեքի կյանքը փոխվում է այնտեղ հաստատ իրանց միջավայրը փոխվում է, ունենում են ֆուտբոլի դաշտ, զբաղմունք են ունենում ամենակարևորը։ Այս ծրագրերը նայում եմ տենամ հələ շատ կա, չի փշանում այս ծրագրերը։ Մի ժամ այսա եթերի մեջ ենք։ Առողջապահական հիմնարկներ 600-ից ավելի սարքավորում են կառել։ Իրականացվել է եւ իրականացվում է թվով 34 առողջապահական օբյեկտների կառուցում, վերանորոգում եւ գույքով համալրում։ Ընդհանուր ներդրումը ավելի քան 13 միլիարդ դրամ, որից 10 միլիարդը կառավարության ֆինանսավորումն։ Իրականացվել են հետեւյալ աշխատանքները. թիվ 1 պոլիկլինիկա տանիքի նորոգում, Նորագավիթ պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 9 մանկական պոլիկլինիկա տանիքի նորոգում, հակատուբերկուլյոզային դիսպանսեր տանիքի վերանորոգում, Արաբկիր մանկական պոլիկլինիկայի տանիքի վերանորոգում, Նուբարաշենի պոլիկլինիկայի վերանորոգում, Կարմիր Բլուր առողջության կենտրոնի թեք տանիքի վերանորոգում, շտաբ բուժօգնություն համար 1 ենթակայան տանիքի նորոգում, շտաբ բուժօգնություն համար 2 ենթակայան
վերանորոգում, շտաբ բուժօգնություն համար 4 ենթակայան վերանորոգում, շտաբ բուժօգնություն համար 5 ենթակայան վերանորոգում, Արշակունյաց առողջական կենտրոն վերանորոգում, Նոր Արեշ պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 12 պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 15 պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 16 պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 20 պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 5 պոլիկլինիկա վերանորոգում, թիվ 8 պոլիկլինիկա Կիլիկիայի մասնաճյուղ վերանորոգում, Նոր Արաբկիր առողջության կենտրոն վերանորոգում, Մալացիա վերանորոգում չկոչենք, դա դրանք մեծ մասը, մի մասը հիմնանորոգումներ են, որովհետեւ հասկանանք ինչ ա եղել նախկինում եւ նույն մանկապարտեզների տրամաբանությամբ։ Դե մեր պոլիկլինիկաների վիճակը չեք հիշում ինչ ա եղել։ Ավանի պոլիկլինիկա, Նոր Արաբկիրը եւ իրականում հիմա էլ նաեւ կառավարության վարկադրամաշնորհային ծրագրով բոլոր մնացյալ պոլիկլինիկաները իրականացնելու են։ Մալացիա Սեբաստիա առողջության կենտրոն երկրորդ 4 հարկերի վերանորոգում, Սուրբ Աստվածամայր ԲԿ թվով 1 վերելակի ձեռքբերում, Հոգեկան առողջության պահպանման ազգային բժշկական կենտրոն կառուցում ու վերանորոգում, մի մասնաշենքը պատրաստ է, մնացածը արվում է։ Յուլիան անաբանական եւ ռուսկաբանական կենտրոնի Արիան բանկի մասնաշենքի կառուցում վերազինում, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն վերանորոգում, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն վերանորոգում վերազինում, Ավան հոգեկան առողջության կենտրոն վերանորոգում, Ակադեմիկոս Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում վերանորոգում եւ վերազինում, Կաթվածությունների բուժման ազգային կենտրոն վերազինում, Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն վերանորոգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն պոլիկլինիկայի ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացում եւ կենտրոնի ԱՄԲ կենտրոնի հագեցում անհրաժեշտ սարքավորումներով, Հանրապետական շտաբ օգնության ծառայության վերանորոգում եւ վերազինում, Ֆանարջյանի անվան Ռուսկաբանության ազգային կենտրոն բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացում ԱՄԲ կենտրոնի հագեցում անհրաժեշտ սարքավորումներով, Դատաբժշկական գիտագործնական կենտրոն վերազինում, նսել առողջապահական ոլորտինը դեր ստեղ նշված չի շտաբ օգնության նոր մեքենաների ձեռքբերումը եւ այլն եւ այդպես Երևան ԲԿ-ում ունենք մեծ ծավալի նորոգման աշխատանքներ, Սուրբ Աստվածամայրը մի վերելակեր նշած այդտեղ շատ ավել աշխատանք է արված եւ իրականում նաեւ մենք պլանավորում ենք մեկ երևի մեծ բժշկական կենտրոն կառուցել Երևան քաղաքում, դա է քննարկվում այս պայծրությամբ, ել չասեմ 600-ից ավել գնված տարատեսակ սարքավորումները տարբեր մեր բժշկական կենտրոններին եւ առողջության կենտրոնների համար, որոնք որ հագեցրել են եւ բարձրացրել են ծառայությունների որակը։ Այսօր մեր առողջության կենտրոններում, նախկին պոլիկլինիկաներում իրականում այնպիսի ծառայություններ են մատուցվում, որոնք որ չէին ակնկալվում պոլիկլինիկաներից, այսինքն դրա համար օրինակ պետք էր գնալ անպայման բժշկական կենտրոն, հիվանդանոց։ Հիմա էական բեռ այդ տեսակի ծառայությունների մեր առողջության կենտրոնները վերցրել են եւ դե իհարկե շարունակական է այս process-ը։ Հիշեցի, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում իրականացված աշխատանքներն են, որ մեծ ծավալով արվել են, դա էլ հիշատակված չի, նկատի ունեմ ծավալները իրականում ավելի մեծ են, չնայած այն ինչ որ ասացինք ահռելի ծավալներ են։ Հիմա Երևանի լուսավորության ցանց, ներկայումս Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի երկարությունը 1861 կիլոմետր է։ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցում 18-ից 26 թվականներին իրականացրել են Երևանի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 304 կիլոմետր։ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների ընթացքում տեղադրվել են 57777 հատ LED լուսատուներ։ Երևան քաղաքի 57777 Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի կառավարման համակարգի կառուցման համար ծախսվել է 496 միլիոն դրամ։ Երևան քաղաքի լուսավորության ծրագրի շրջանակներում արդիականացվել են 8 փողոցների արտաքին լուսավորության ցանցեր։ Սրանք են որ
Նաև մցվել է գետնի տակ, չէ։ Միացված։ Թումանյան փողոց, Ամիրյան փողոց, Միասնիկյան փողոց, Աճարյան փողոց, Նալբանդյան փողոց, Հանրապետության փողոց, Խորենացի փողոց, Վարդանանց փողոց։ Այստեղ բոլորը գետնի տակ են անցկացել։ Այո։ Այստեղ մի հատ բան կարևոր մի փաստ արձանագրենք։ Երևան քաղաքի վերջին նատրիումային լամպը, քաղաքի լուսավորության վերջին նատրիումային լամպը մի քանի ամիս առաջ փոխարինել ենք LED լուսատույով։ Հուսահատության լամպը վերջի։ Իրականում, բայց մի բան էլ էստեղ ասեմ, ուրեմն քաղաքներ կան, պարզվում է, որ քաղաքներ կան, որ պայքարում են լուսային աղտոտվածության դեմ։ Եվ դա էլ շատ կարևոր խնդիր է, որովհետև օրինակ շատ երբ որ ես սկզբում էի քաղաքապետարանում, մեծ ճնշում կար ինձ վրա, որ դե եկեք ամբողջ գիշեր լուսավոր պահենք քաղաքը եւ մնացել։ Եվ պարզվում է, որ իրականում կան քնի ժամեր ընդհանուր միջավայրի համար եւ նույն տարատեսակ կենդանիների ծտերի համար էլ պետքա որպեսի լույսերը առհասարակ ինչ որ մի պահի անջատված լինեն։ Դա հələ մի կողմ եւ կա մեկ այլ խնդիր, այդ լուսատուների կելվինների չափը, այսինքն իր այդ ուժգնությունը, սպիտակ ու այդ դեղին լույսերը։ Ինչ որ մի պահից սկսած այս ամեն ինչը խորապես չիմանալով, բայց ինտուիտիվ որոշակի զգացողական մակարդակում մենք որոշեցինք, որ քաղաքի լուսատուների կելվինները պետքա 4000 չլինեն, պետքա լինեն 3000 եւ ավելի ցածր, եւ վերջերս նայում ենք մյուս քաղաքները լուսային աղտոտվածության բորտլի բան կա, ցուցանիշ կա, վերջին մի քանի տարվա ընթացքում բոլորինը բարձրանում է ու շարունակաբար բարձրանում է կամ մնում է բարձր մակարդակում կամ ավելի շարունակում է բարձրանալ։ Օրինակ Փարիզը տարիներով պայքարում է լուսային աղտոտվածության դեմ։ Մենք այս ամեն ինչը չիմանալով մենք արդեն պայքարում, մենք սկսել ենք նվազեցնել լուսային աղտոտվածությունը քաղաքում եւ իրականում ինչքան խորանում ես թեմայի մեջ, այդքան հասկանում ես, որ միջավայրի համար, շրջակա միջավայրի տեսանկյունից դա ինչքան կարևոր հարց է ու մենք երբևէ դրա վրա ուշադրություն չենք դարձրել, մինչև որ փաստացի չենք եկել եւ հանգել նրան, որ պատահաբար մենք ճիշտ ուղղությամբ ենք գնացել։ Եվ իմ տեղեկանքի վերջին խորագիրը ինժեներական քաղաքի կառուցման ծրագիր, ինժեներական քաղաքը հիմնադրվեց նոր վարչական շրջանում եւ եղել ենք ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքը նախատեսված է բարձր տեխնոլոգիական եւ ինժեներական ընկերությունների, ստարտափների, հետազոտական թիմերի եւ նորարարական ծրագրերի զարգացման համար։ Ծրագրի նպատակն է ապահովել ժամանակակից աշխատանքային հետազոտական աքսելերացիոն միջավայր, նպաստելով տեխնոլոգիական լուծումների մշակմանը եւ առևտրայնացմանը։ Շուրջ 3.1 միլիարդ դրամ ներդրվել է եւ արդեն ինժեներական քաղաքը իրականացում է պետական հատվածի ինչ որ պիտի աներ ըստ էության արել է, հիմա մասնավոր հատվածի ներդրումներն են իրականացվում եւ ես առաջարկում եմ ամփոփել մի ժամից ավել արդեն մի վերջին բանը հենց նույն ինժեներական քաղաքի տրամաբանության շարունակություն, էլի չերևացող մի մասը չերևացող հատվածին է վերաբերում, դա թվայնացման աշխատանքներն են եւ Երևան քաղաքում մենք ներդրել ենք ArcGIS համակարգը, որը որ ներդրված է Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, եւ այս համակարգը մեզ տալիս է տարածատեղեկատվական կառավարման համակարգ, հա, ֆանտաստիկ համակարգ է կառավարման տեսանկյունից, այսինքն տարածատեղեկատվական գործիքներ եւ օրինակ կբերեմ այդ քարտեզներից մեկը, վիրտուալ քարտեզներից, որ շատ է քննարկվում օդի որակի հարցը, որովհետեւ մենք այդ քարտեզներից մեկի վրա դրել ենք քաղաքապետարանի պահանջով օդի որակի չափիչ սարքերը շինհրապարակներում եւ միացրել ենք իրան եւ տվել ենք հանրային հասանելիություն բոլորին։ Երեք ես տեսա այդ բաները ջրի բաներ են կոչվում, թնդանոթ են ասում, թե ջրի բան, որ ասենք շինհրապարակներում հիմա մենք պարտադիր տեղադրում ենք այդ ջրի թնդանոթները, որոնք ջրի փոշին բան են անում, տենց արտանետում են, որպեսզի
Այն մյուս փոշին նստած։ Այս բոլոր որոշումները, որոնք որ կայացվել են արդեն փաստերի հիման վրա, տվյալների հիման վրա, եւ այս թվայնացման գործիքներում մի երևի ընդամենը շատ են ուղղությունները, բայց երևի մեկն էլ հիշացնեմ, ակտիվ քաղաքացի հավելվածը, եւ այս ակտիվ քաղաքացի հավելվածով մենք ունենք 10,000-ից ավել ակտիվ քաղաքացիներ։ Այսինքն մարդը մի բան է տանում ամենօրյա ռեժիմով, որոնք որ խնդիր են ֆիքսում եւ մեր աշխատակիցները պարտավոր են սեղմ ժամկետում այդ խնդրի լուծումը տալ եւ ժամկետներ ֆիքսել, թե երբ են այդ խնդիրը լուծելու, եթե դա դժվարին խնդիր է։ Եվ վերջում ուզում եմ ասել, այս տարի քննարկելով նաև Երևանի ճանապարհների հետ կապված, որ ինչ որ իրավիճակ էր առաջացել, մենք նաև որոշեցինք, որ մենք տարեկան 500 կիլոմետր մեր ճանապարհների ծրագրի մեջ, որ հանրապետությունում անում ենք, նաև հիմա քանի որ մեծ ծավալի աշխատանքներ միջպետական նշանակության ճանապարհների խնդիրը ստեյության լուծել ենք, մենք տարեկան կփորձենք 50 կիլոմետր աշխատանք իրականացնել Երևանում կամ 50 կիլոմետրին համարժեք, որովհետև խոսեցինք, որ կարողա պետք է անել 20 կիլոմետր, բայց այդ լարերով, խողովակներով, չգիտեմ, բոլոր հնարավոր ենթակառուցվածքներով, որ առաջիկա տասնամյակներում այդ բանը քանդելու անհրաժեշտություն չլինի, այսինքն մի հատ միջին քերվի, միջին նորոգում արվի, իմանալով, որ տակը նորմալ է եւ Պլյուս 25 կիլոմետր էլ Գյումրիում պետք է անենք, որովհետև Գյումրիում խոսել եմ Գյումրիում դրա մասին էլ լրացուցիչ չասենք եւ ես համոզված եմ, որ խոսենք մի ժամ էլ խոսենք, բայց առաջարկում եմ գնանք միտեղ սուրճ խմենք։ Արժի։ Այսպեսին էր Երևանի մասին։ Ես մի ժամ հələ ուզում էի տրանսպորտից էլ խոսեի, բայց երևի չարաշահենք մարդկանց։ Այն ինչ որ պետք է անենք, այն ինչ որ անում ենք։ Անում ենք եւ էլ պետք է անենք։ Հիմա արխիվում ավտոբուսների նոր խմբականակի հետ կապված հարցեր նոր ավտոբուսային առանձնացված գծեր, նոր համակարգ, ամբողջապես նոր գծված երթուղիներ։ Ցավոտ տեղ ենք մտնում խցանումների հետ կապված, բայց այդ դա բան վարչապետ նախ պետք է արձանագրենք, որ խցանումները տնտեսական աճի, շատ մեծ քանակի ավտոների ավելացման արդյունք է եւ այո, ցավոտ տեղ ենք մտնում, բայց պետք է նաեւ լուծենք այդ խնդիրը։ Պետք է լուծենք, արդեն պահանջարկը ձևավորվում է, բայց եւ նաեւ հիմա հայցակարգային աշխատանքը արվում է եւ այո, պետքա լուծենք այդ խնդիրը եւ այո, ճանապարհները բարեբախտաբար թե դժբախտաբար բան չեն, հազար ներողություն ես բառից համար բեզռազմեր չեն այնուամենայնիվ եւ մի ծավալ կա, որից ավել իրանք ուղղակի չեն կարող տեղավորել։ Այսպեսին էր Երևանում կատարված աշխատանքները, դուք ծավալը տեսաք, Իմիջայլոց շատ լավ առաջարկ հնչեց, նրանք ովքեր հորետեսություն կունենան այս նշված թվերի վերաբերյալ։ Ես առաջարկում եմ ուղղակի Իմիջայլոց այս քարոզարշավ ինձ համար այնքան լավ էր, այդքանով, որ ես Երևանի sense բակերով մի հատ հələ քայլեք ժողովուրդ։ Հələ տեսեք այդ խաղահրապարակների արկայությունը ինքնին հələ ոչինչ, այդ խաղահրապարակների որակը, այդ խաղահրապարակներից տենց սերը ուղակի ծորում է, սերը ծորում է, ու ամենակարևոր բանը այն ամեն ինչը, այն ինչ որ արված է սիրով, այդ մեկը իր որակով, տեսքով, էներգետիկայով տարբերվում է, այսինքն արված չի ուղակի բանի համար, որ հաշվետվության համար, արված չի հաշվետվության համար, արված չի ընտրությունների համար, արված է մարդկանց համար, արված է երեխաների համար։ Սա ամենահոյակապ գործն է, որը երջանկացնում է եւ անողին, եւ իհարկե նրանց, ովքեր այդ աշխատանքի շահառ ունեն։ Լավ եղեք, սիրում եմ բոլորիդ եւ գնում ենք միտեղ ի վերջո սուրճ խմելու։ Կոֆե կենտրոն ենք, չէ՞ անել։ Այո։ Ուրա